Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ արդեն պատրաստ ենք սիրով ողջունել մեր հյուրերին։ Իսկ մինչ այդ հիշենք, որ դեռ մարտի 8-ին խոստացել էինք, որ ամբողջ մի ամսյակի ընթացքում հնարավորինս շատ հյուրընկալելու ենք կանանց եւ աղջիկների եւ խոսելու նրանց ձեռքբերումներից ու հաղթանակներից։ Այսօր եւս բացառություն չէ։ Խոսելու ենք Սլավյանսկի բազար 2026 ամենամյա մրցույթի մասին, որովհետև մարտի 14-ին անցկացվել է մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական փուլը եւ հայտնի է դարձել, թե ովքեր կներկայացնեն մեր երկիրը Բելարուսում ամռանը կայանալիք մրցույթում։ Երևս այդ առիթով ունենք շատ հետաքրքիր հյուրեր։ Սլավյանսկի բազար 2026 ամենամյա միջազգային մանկական եւ երիտասարդ կատարողների մրցույթում հայաստանյան նախընտրական փուլի ժյուրի նախագահ, երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյան, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես նաև մանկական կատարողների մրցույթում հայաստանյան պատվիրակ Ալեքսա Վարդանյան, բարի լույս Ալեքսա, եւ երիտասարդ կատարողների մրցույթում հայաստանյան պատվիրակ Լիանա Դանելի։ Բարի լույս։ Լույս բոլորիս բարի գալուս մեր տաղավար եւ իհարկե շնորհավորում ենք մի ամսակի կապակցությամբ։ Շնորհակալություն։ Ինչպես եք, ինչպես է օրը սկսվել եւ առհասարակ ինչպես են ընթանում նախապատրաստական այս բոլոր փուլերը։ Մի փոքր պատմեք, հետո արդեն մանրամասն։ Իրականում շատ լրջորեն ենք մոտենում, որտեղ մեր երկիրը պետք է ներկայացնենք պատվով, դրա համար հիմա քննարկումներ են գնում երգերի ընտրության հետ կապված, որովհետև մրցույթ է, մրցույթին պետք է բարդ երգեր լինեն տեխնիկապես, նաև դրա համար քննարկումներ են գնում վեշացրելի Տիկին Հովհաննիսյանի հետ, նաև պարոն Կիրակոսյանի հետ, փորձում ենք հասկանալ, թե ինչ երգեր ընտրենք, որպեսզի հատկապես երբ նշաձողը միշտ բարձր է։ Այո։ Այդպիսով մեր առօրյան զբաղված է այդ մտքերով էլի հիմնականում, որ կարողանանք հասցնել։ Հետաքրքիր է Ալեքսան ինչպես է նախապատրաստվում, դպրոցի հետ ինչպես է հասցնում, Ալեքսա։ Ես գնում եմ դպրոցից գնում եմ դաշնամուրից հետո գալիս եմ երգի։ Երաժշտության մեջ ես ամբողջ օրը։ Իսկ ավելի շատ սիրում ես նվագել, երգել, թե պարել։ Նոր սերունդը ամեն ինչ է սիրում։ Երգել։ Գայանե, թերևս խոսենք, դուք միշտ տարբեր սերունդներին կրթել եք, դաստիարակել, հատկապես մրցութային իրականության մեջ, հատկապես մեր օրյա, շեշտադրումը ինչի վրա եք դնում, ինչի վրա եք կենտրոնանում մասնակիցների հետ աշխատելիս։ Շեշտը դրվում է նրա վրա, որ անպայման պետք է երգեն ճիշտ երգեր։ Մեր հայտնի կոմպոզիտորների երգերը։ Օրինակ ինչպես կարող եմ ասել Արտուր Գրիգորյան, Արնո Բաբաջանյան, Կոնստանտին Օրբելյան, Ռոբերտ Ամիրխանյան, որովհետև այսօր մենք եսին ուսանողներին կրթում են, որ պետք է երգել այդ նմանատիպ կոմպոզիտոր, լեգենդար կոմպոզիտորների երգերը, որտեղ կա կուլտուրա, ներքին կատարողականության, որտեղ ճիշտ կա երգեցողություն, հասկանում եք, եւ այսօր ես շատ ուրախ եմ, որ մեր ուսանողները դա արդեն հասկանում են։ Եվ մեծ հաճույքով են կատարում այդ մեր լեգենդար կոմպոզիտորների երգերը։ Այս մրցույթների ժամանակ արդյոք կարևոր է դիապազոնի ցուցադրումը։ Անպայման։ Չգիտեմ ինչու, բայց դա այդպես է, որ միջազգային մրցույթը նայում ես կամ պրոյեկտը, ուրեմն երբ կատարողը արդեն վերցնում է մի հատ վերևի նոտա, միանգամից ժյուրին այսպես ոգևորվում է։ Չգիտեմ, ես այդ ժյուրիներից չեմ, ես էլ եմ եղել ժյուրին, ինձ համար ամենակարևորը, նորից եմ ասում, երգել այնպես, որ կարողանա ինքը քեզ ճիշտ ձևով մատուցել, որ ոնց որ ասում են մարմինը փշաքաղվի։ Ես երգեգությունը դա եմ հասկանում, այլ ոչ թե մենակ վերևի նոտաներ։ Բայց այսօր նույն այդ Սլավյանսկի բազարը, որ հիմա մեր երկու ճգնաղաղջիկները գնում են, ուրեմն բնականաբար պետք է այնց երգեր ընտրենք, որտեղ կա դիապազոն, հասկանում եք, եւ բնականա պետքա շատ ճիշտ երգեր ընտրենք, որովհետեւ արդեն ընտրված երգեր Լիանային երգ արդեն կա, երկրորդ երգը ինքը պետք է երգի ռուսերեն լեզվով, դեռ այսպես մտածում ենք, քննարկումների մեջ ենք, իսկ Ալեքսայի դեպքում մենք պետք է դեռ որոշենք, որ ինչ երգեր է ինքը երգելու։ Աղջիկներ, ես կուզեի մի փոքր իրենք պատմեն իրենց գործունեության մասին, հատկապես դու
դուք, քանի որ կարծես թե երգել եք, հա, մանկուց եւ այլն։ Հա, իհարկե, Պատմեք ձեր մասին, որից հետո Ալեքսեյին կա։ Սովորել եմ Երևանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում, Շարլ Ազնավուրի, այնուհետև Դորեմի վոկալ ստուդիոյում, Արտուր Գրիգորյանի անվան երգի պետական թատրոնում եմ սովորել, դրանից հետո հիմա սովորում եմ Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում դերասանական բաժնում, 3-րդ կուրս եմ, նաեւ դասավանդում եմ երգի պետական թատրոնում, բացի դրանից ամեն օր աշխատում եմ, ելույթներ եմ ունենում, շոուներով ներկայանում եմ, տարբեր, այսինքն ամեն օր լայվ երգեցողությունը պահպանել, կարծում եմ դա արտիստների համար շատ մեծ պրակտիկա է։ Ոմանք ասում են դա խանգարում է, ձայնը վնասվում է, ոմանք Իրականում ձայնը կարծում եմ հոգնում է, այսինքն եթե դու ամեն օր երգում ես լայվ, պետք է հանգիստ տաս քեզ նաև, ինչ որ, չգիտեմ, 3 ամիսը մեկ օրինակի համար, բայց օրինակ դրսում ես շատ եմ ուսումնասիրել արտիստները, երգչուհիները, իրանք ամեն օր զալերից դուրս չեն գալիս, իրանք ամեն օր մի քանի ժամ երգում են, ջիմում երգում են, պարելուց երգում են, այսինքն դա մկան է, որը որ մենք մարզում ենք, ոնց մարզենք, այդպես էլ կլինի, բայց կախված է մեր շատ սիրելի վոկալի դասատուներից նաև, որ պետք է մեր հիմքը ճիշտ դնեն, այսինքն տեխնիկան ճիշտ լինի, եթե տեխնիկապես դու ճիշտ չերգես, դու մեկ օր էլ չես կարող երգել, հաջորդ օրը ուղղակի չի լինի ձայնդ։ Հետևաբար կարծում եմ բոլոր արտիստներին խորհուրդ եմ տալիս շատ երգել, որովհետև դա շատ իրականում համ ինքնավստահ ես ավելի լինում, ավելի ճանաչում ես քո բնությունը, քո օրգանիզմը։ Հա, դու անընդհատ գիտես, հիվանդ երգել անգամ, երբ որ հիվանդ ես երգում, էլի գիտես, թե ոնց կարող ես տակից դուրս գալ, շատ կարևոր է, էլի դա։ Գործունեությունը այսքան է։ Տիկին Գայանե, երբ հետևում ենք վերջին տարիներին, հատկապես միջազգային տարատեսակ մրցույթներին, երբեմն հաղթում են երգեր, որոնք նույնիսկ ականջահաճո չեն, երբ նայում ես, լսում ես, չես հասկանում ինչի մասին է։ Հետաքրքիր է Սլավյանսկի բազար մրցույթը ինչ չափանիշներով է առաջադրում երգեր եւ ինչ չափանիշներով եք դուք ընտրում։ Այսինքն թելադրված են այդ կանոնները, պետք է լինի ռուսերեն, անգլերեն, մեր հայ դասականների անունները տվեցիք եւ հետաքրքիր է դա կրկին կանոնների մեջ է մտնում, թե արդեն ցանկացած է, որտեղ իրենց մոտ էս է դու պետք է երգես մի հատ համաշխարհային հիթ, հա, երկրորդ երգը պարտադիր պետք է լինի ռուսերեն լեզվով։ Եվ այս դեպքում Սլավյանսկի բազարի ոնց ասեմ առավելությունը նրանում է կայանում, որ իրենք պետք է երգեն սիմֆոնիկ էստարդային օրկեստրին վարկախմբի հետ, որը շատ ես օրինակ արդեն քանի տարի է հետևում եմ այդ Սլավյանսկի բազարը եւ ամեն անգամ երբ որ ես լսում եմ այդ նվագախումբը ես ուղղակի հիանում եմ, շատ պրոֆեսիոնալ երաժիշտներ, իհարկե այնտեղ փորձեր պետք է անեն, ուղղակի կարևորը նա է որ երգերի ճիշտ ընտրություն անենք, հասկանում եք, որտեղ դա շատ կարևոր է մրցույթի համար։ Իսկ հայ դասականների երգերը որ փուլում են, այսինքն երգում կա համաշխարհային հիթ եւ կա ռուսերեն երգ։ Ասացիք նաեւ որ Օրբելյան, Բաբաջանյան պետք է ներառվի։ Չէ, հիմա ես ուղղակի ասեցի դա մեր ուսանողներին կրթելու համար։ Հա, այդ առումով ես ասեցի։ Այս դեպքում իրենց մոտ մեկը համաշխարհային է լինելու, մյուսը լինելու է ռուսերեն։ Մայրենի լեզվով չկա։ Մեր կոմպոզիտորների ռուսերեն կա լինելու է ռուսերեն լեզվով։ Բայց այդ մեր կոմպոզիտորների ռուսերեն թարգմանած երգերը, այո, դե այդ թեկուզ այդպես օրինակ ես մի քիչ առաջ քննարկում ենք, ասում էի, գուցե Բաբաջանյանի «Верни мне музыку» կամ Բաբաջանյանի «Судьбан», հա, որտեղ հրաշալի երգել են։ Դե դեռ այսպես Իսկ դուք դեռ կկողմնորոշվեք Թելիանա ինչպես հանդես կգա, թերևս խոսենք Ալեքսայի մասին, իսկ Ալեքսայի համար ինչ երգեր են առանձնացված եւ դու ինչ երգեր ես ընդհանրապես սիրում, ինչ կուզես կատարել այդ օրը։ Ես իմ ամենասիրած երգերից մեկը դա Վերան է։ Բայց ինչ ասես, պիտի երգես մի փոքրիկ հատված, գիտես, չէ՞։ Այնպիսի երգեր ասա, որ պատրաստ ես երգել, դա անպայման է, եթե սուր են գալիս երգչուհիներ, պետք է երգեն։ Հետո նաև փորձ է մրցույթին ընթառաջ։ Լավ, ինչ երգեր ես սիրում դու։ Ես սիրում եմ երգեր, որոնք ես եմ ընտրում, օրինակ իմ դասատունել է ընտրում երգեր, լինում է, որ ես իրան խնդրում եմ, ասում եմ կարելի է ես էսի չի երգեմ, բայց հասկանում եմ, որ էդի իմ տարիքի է, ես պիտի այդպիսի երգեր երգեմ։
Բայց ամեն դեպքում ուսուցչուն եթե Երգի առաջարկում է, քո կարծիքը հարցնում է, դա քեզ դուր գալիս է թե ոչ։ Այո, իհարկե, որովհետև ես եմ երգելու այդ երգելը։ Պետք է զգաս երգը, չէ՞, բեմում, որպեսզի Իհարկե, ավելի լավ երգես։ Իսկ Իսկ օրինակ կա երկ ընտրված, գոնե մեկը թե դեռ ոչ։ Դեռ ոչ։ Իսկ քո ամենասիրելի երգը ո՞րն է։ Մրցույթից դե դուրս են չթողեցիր գալիս։ մարդը ասի, ստիպեցիր երգել։ Իմ ամենասիրած երգը Սիլին Դիոնն է։ Օ, Երկչուհի Սիլիձյոնը։ Իսկ երգը My heart will go on անգլերենով ասեմ։ կարող ես երգել մի փոքրիկ հատված։ Հենց հիմա։ Այո։ Փորձենք։ Դե բնական է, որ այնքան լավ Նախ առավոտյան, այո, շաբաթօրով։ զայնանալը դեր չեն արթնացել։ Բայց դրանք փոքրիկ։ Ո՞ւս ես ուրիշ բան երգի։ Մենք ուզում ենք լսել քո գեղեցիկ ձայնը։ Ես վստահ եմ հեռուստադիտողը եւս։ Every night in my dreams I see you, I feel you. That is how I know you. Go on. Far across the distance and spaces between us, you have come to show you. Go on. Երևս այո։ Ֆիլմը տեսել ես, թե դեռ ոչ։ 7 անգամ։ Իսկապես Ալեքսեն ինձ մեր ապագա Արդեն։ այո Հայաստանը ներկայացնող մեծ երգչուհիներից է դառնալը, որովհետև այս տարիքում այդպես զգալ, այդպես երգել շատ կարևոր է։ եւ մենք կպարտանանք քեզանով։ Տիկին Գայանե, թերևս նաև խոսենք, ինչպես արդեն ասացինք, բեմը զգալու եւ այլն։ Սովորաբար մրցույթների ժամանակ կուզեմ դուք էլ պատասխանեք, ավելի բարդ է երգը զգալ, որովհետեւ որոշակի կատարողականության սկզբունքներ կան, թե երբ մարդը ունի տաղանդ, ունի, ձայնային տվյալներ, նրան չի խանգարում դա։ Ինչքան էլ դու ունես տվյալներ, ինչքան էլ դու տաղանդավոր ես, երբ դու դուրս ես գալիս բեմ, միշտ այդ լարվածությունը կա, հա։ Մի հատ այսպես լավ բառ կա, ասում եմ, այն աստիճանի լարված, որ արդեն պիրիբորա, այդ պիրիբորը չպետք է լինի։ Բնական է լարվածություն լինելու է, ինչքան էլ դու լավ ձայն ունես, ինչքան էլ դու տվյալներ ունես, ինչքան էլ դու 3 օկտավա ունես, դա պատասխանատվության հարցն է։ Ես օրինակ վերցնում եմ ինձ, երբ ես դուրս եմ գալիս բեմ ու դե հիմա ես չպետք է, ես լավին շեղել եմ գալասավո երգչուհի, չէ։ Երբ ես դուրս եմ գալիս ու տեսնում եմ այդ մեծ աուդիտորիան, ես ուղղակի ինքս իմ մեջ ասում եմ Գայա, հանգստացի, մի լարվի, դու դուրս ես եկել բեմ, վերցել ես միկրոֆոնը, դու պետք լավ երգես ու դա ինձ միշտ օգնել է։ Եվ երկրորդը ամենակարևորը, երբ դուրս ես գալիս բեմ, պետք է սիրելով դուրս գաս։ Անպայման սիրելով, դու բեմը պետք է սիրես։ Եթե դու բեմը սիրեցիր, բեմը քեզ միշտ պատժ կտանի։ Եթե չէ, ուրեմն մոռացի դա։ Դա միշտ իմ կյանքի պրինցիպն է եղել, դա միշտ ինձ օգնել է մինչև առայսօր։ Այս ձևաչափը ձեզ եւս օգնում է։ Իհարկե, անգամ հետևում եմ այս բոլոր ձևաչափերին, բայց մի բան էլ կավելացնեմ, կարծում եմ, եթե մենք ուզում ենք երգը բեմում զգալ, վայելել, ապա մեզ մոտ ոչ թե պետք է երգը պատրաստ լինի 100%-ով, այլ 200%-ով, այսինքն մենք շատ պետք է վստահ լինենք մեզ վրա, որ կապ չունի ինչ կարգավիճակում կլինենք ուրախ թե տխուր, լավ թե վատ, այդ երգը մենք կկարողանանք, երբ որ քնից արթնացնեն, օրինակի համար նույն տոնայնության մեջ սիրուն կատարել երգել, ուրեմն ոչ մի բան չի կարող խանգարել քեզ, որ դու զգաս այդ երգը։ Հիմնականում մրցույթներին ես ինքս անգամ շատ եմ տեսել, թեկուզ իմ գոլեգաները, իմ ընկերները, ովքեր մասնակցել են, որ շատ լարված են, ու ես հասկացել եմ, որ ոչ թե նրանք վատ են երգում, այլ երգը լավ պատրաստ չէ դեռ, որովհետև երգը կարծում եմ, եթե երգը սովորում ես, դա հարաբերությունների պես մի բան է, հա, երգի հետ, պետք է պատասխան չէ երգը։ Այո, բայց պետք է ընտելանալ երգին, երգը սարքել քոնը, հասկանալ ինչի մասին է երգը, եւ միայն այդ ժամանակ դու կարող ես զգալ, էմոցիա տալ։ Կարծում եմ այսքան է թեման ասել, որ ինչքան էլ Լիանա ջան դու պատրաստ լինես, ինչքան էլ դու վստահ լինես քո վրա, երբ դուրս ես գալիս բեմ, ձայնալարերը դա այն օրգանն է, հա, որ քեզ պահի տակ կարող է համարես պատվադիտանի։ Ուրեմն պրոֆեսիոնալիզմը կայանում է նրանում, որ դու կարողանաս այդ ամեն ինչը
հաղթահարել։ Դրամաշնորհի Այդ սա է պրոֆեսիոնալիզմը։ Եղել է ժամանակ, երբ որ ես դուրս եմ եկել բեմ, երկում ու բառերը մոռանում եմ։ Ու այդ ժամանակ լրիվ ուրիշ մի հատ տեքստ է գալիս իմ ուղեղին, ու ես երգում եմ, ու ժողովուրդը ոչ մի բան չզգաց։ Ոնց որ դա այդպես էլ է, այսինքն в этом заключается профессионализм։ Դերևս մեծ տարիքում վարպետության այո դասերին հետևելը շատ հեշտ է, Ալեքսա, քո դեպքում հեչ պատահել է կամ մտածել ես, որ բեմում հանկարծ բառերը մոռանաս կամ երաշտական այդ լադը մոռանաս, ինչպես էիք վարապել։ Իհարկե, եղել է տաննել է տենց բան եղել, մուսիկներին էլ է եղել։ Օրինակ բերեմ Վերան։ Ես այդ երգը մի քանի ամիս գիտեմ, լինում է պահեր, որ ես մոռանում եմ, լրիվ ուրիշ տեքստ եմ երգում։ Բայց լինում է այդ պահը, որ ես ցույց չեմ տալիս իմ համար ուղղակի երգում։ Ես զգում եմ, որ ես լրիվ ուրիշ բան եմ երգում։ Կարող ես բեմում էլ այդպես, ինչպես ասում են, տակից դուրս գալ կողմնորոշվել, այո։ Լինում է։ Молодец, ապրես։ Տիկին Գայանե, վերադառնանք մրցույթին, արդեն հասցրել եք ուսումնասիրել մյուս մասնակիցներին եւ կանխատեսումներ անել, թե դեռ ոչ։ Դեռ ոչինչ չեմ կարող ասել, ես չգիտեմ նախ ովքեր են մասնակից երկրներից են լինելու, նախընտրական հիմա փուլեր են այնտեղ անցկացվում, դրա համար հիմա կոնկրետ ոչ մի բան ասել չեմ կարող։ Եթե կողքի աչքից նայեք մեր մասնակիցներին, ինչպես կգնահատեք, անաչառ, օբյեկտիվ։ Իսկ թվում է գործի մեջ չեն անաչառ գտնվել։ Ինչ կապ չունի, թե ինքը իմ աշակերտուհին է եղել, թե ինչ, ես շատ օբյեկտիվ եմ ու ես կարծում եմ իմանալով եւ Ալեքսայի եւ Լիանայի հնարավորությունները, ես կարծում եմ, որ իրենք պետք է շատ լավ ելույթ ունենան։ Տիկին Գայանե, հուսով եմ, որ շատ լավ կլինի։ Մենք էլ ենք հուսով եւ մաղթում ենք, որ երկուսի ելույթն էլ անխափան, անձայնային կամ որևիցե քննարկված խնդրի անցնի եւ իհարկե ձեզ հանդիսատեսը ընդունի, սիրի եւ ժյուրին այնքան գնահատի, որքան ելույթ եք ունեցել։ Բայց ուզում եմ նաեւ մի այսպիսի հարց։ Մեր օրյա ժամանակներում երկարվեստը, երաժշտությունը, քանի որ դուք լինելով բազմաժանր, բայց ձեր այդ նշաձողը միշտ պահել եք։ Ինչպես եք վերաբերվում մերօրյա նոր երգերին, որոնք կարծես թե կոմերցիոն բնույթ ունեն, բայց այո, մեկօրյա կյանք ունեն, բայց դրանով ավելի մարդիկ հայտնի են դառնում եւ ձեր վերաբերմունքը կուզեի լսել այս մասին։ Նոր երգեր, ուր են նոր երգեր, կարող եք ինձ ասել։ Արդեն մոռացել ենք։ Ուր են նոր երգեր, մենք նոր երգեր չունենք։ Մենք չունենք նոր երգեր, մենք այսօր լսում ենք, չեմ ուզում նույնիսկ այդ բառը ասել, մենք երգում ենք միայն կոմերցիայի համար։ Ես տենց արվեստ չեմ ընդունում, ինձ համար տենց արվեստ գոյություն չունի։ Տներեք, ինձ էլ են ժամանակին շատ հրավիրել եւ կլուբերում երգել, բայց ես երբեք չեմ երգել ոչ միտեղ, որովհետեւ ես հասկացել եմ, որ Կոնստանտին Օրբելյանից հետո ստանալով այդքան մեծ պրակտիկա 13 տարի դա քիչ ժամանակ չի, ու գնաս ինչ որ երգես այն, ինչ որ պահանջարկն է դրա։ Ոչ, ես միշտ երգել եմ այն, ինչին սիրտն է ինձ թելադրել, հասկանում եք։ Ես դրա համար եմ ասում, որ այսօր մենք մեր ուսանողներին ասում ենք, որ այսենց լեգենդարի կոմպոզիտորների երգեր երգեք, որ ձեր ճաշակը զարգացնեք, որ հասկանաք ճիշտ գրագետ երգեցողությունը որն է։ Եվ այստեղ հուսով ենք, որ կգա իրականությունը, մշակույթի գնահատումը նաև ֆինանսական առումով այն մակարդակի, որ մեր օրյա երգիչները այո իրենց առաջարկը պահանջարկը կհամատեղեն եւ արդեն պատրաստվում եք, ինչպես հասկացանք, մի փոքր ձեր տրամադրվածության մրցույթը մինչ այս նախորդ տարիներին նայել եք, մեր նախորդ տարիների մասնակիցներին ուսումնասիրել եք, չեք ուսումնասիրել, ինչ ենթադրություններ արդեն ունեք։ Իհարկե ուսումնասիրել ենք, մեր շատ սիրելի երգչուհիներն են մասնակցել, Մաշան Մնջոյան, Սյուզաննա Մելքոնյանը եւ նաեւ իմ շատ ընկերներից են մասնակցել են Սլավյանսկի բազարին եւ ամեն տարի ուշով sense մենք հետևել ենք, էլի։ Տրամադրվածությունը շատ լավ է իրականում, պարտավորված եմ ավելի շատ, որովհետեւ իմ երկիրն եմ ներկայացնելու, այսինքն պետք է մոտիվացված պատասխանատվության զգացումով գնալ դեպի հաղթանակ։ Այո, անպայման։ Եվ կարծում ենք մենք բոլորս Լիաննա, որ մեր հարցազրույցի լավագույն փակումը, հատկապես որ միամսյակ է, կլինի նաև ձեր կատարումը մի փոքրիկ եւ այսպես գեղեցիկ նոտայով ավարտենք։ Ձեզ չենք համոզի ինչպես Ալեքսային, դե հաճախ եմ։ Ալեքսա այդ տարիքի երեխաներին համոզելը դժվար է, չէ՞։ Բայց Ալեքսան սիրով երգեց։ Ես էլ սիրով կերկեմ, դա չկա։
You were the boy I thought I knew. Maybe I was young, I was blind. I didn't have the clue. You were the topic of my lunch times. Border girls about chats. Get upset when you didn't text back. I was warned by my brothers to find another lover. Stop falling for these boys who didn't want the same as me. When I was warned by my brothers to find another lover. Stop falling for these boys who didn't want the same as me. Շնորհակալություն Նայիրյանի կատարում եւ մնում է մաղթել ինչպես ասացինք միայն եւ միայն հաջող ելույթ եւ հանդիպում հաղթանակի հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր ընթացքը, հիշեցնենք, որ տաղավարում 3 հրաշալի ձայնով արտիստների էին հյուրընկալել, նրանք են Գայանե Հովհաննիսյանը, Ալեքսա Վարդանյանը եւ Լիանա Դանելյանը։ Դուք շարունակեք մնալ մեզ հետ։